Ինչը վերաբերում է Զանգեզուրի միջանցք ասվածին, այստեղ պետք է հասկանանք հետևյալը. ըստ ամենայնի Իրանում կան շրջանակներ, որոնք իրենց աշխարհայացքով շատ Նիկոլ Փաշինյանից չեն տարբերվում։ Դրանք ավելի շատ ոչ թե հոգևոր, այլ աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներն են։ Ադրբեջանական մամուլներ օգոստոսի 8-ի հանդիպումից առաջ մի հետաքրքիր արտահոսք էր արել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ հանձնարարություններով փաստացի դեսպան Ստիվ Ուիթկոֆը իրանական կողմին խոսք է տվել, որ եթե իրենք փակեն իրենց աչքերը Զանգեզուրի միջանցքի վրա, այսպես կոչված թրիպի վրա, իրենք հնարավորություն կունենան ստանալ Հայաստան-Իրան երկաթգիծ։ Շատ բարդ պատկերացնելի է, թե ինչպես է գործելու Հայաստան-Իրան երկաթգիծը այն պայմաններում, եթե դադարի գոյություն ունենալ հայ-իրանական սահմանը, իսկ այն, որ այդ սահմանը դադարելու է գոյություն ունենալ դեռևս 2018 թվականին գլոբալ առումով հաստատել էր Նիկոլ Փաշինյանը։ Ջոն Բոլթոնը գալիս է այստեղ, Նիկոլ Փաշինյանը հետ հանդիպում է, Նիկոլ Փաշինյանը գնում է ազգային ժողով հարց ու պատասխան, ասում է, բա որ մի օր գանք մի իրավիճակի, որ հայ-իրանական սահմանը փակվի։ Հայ-իրանական սահմանը կարող է փակվել երկու դեպքերում։ Կամ եթե մենք այլևս դադարենք ունենանք ֆիզիկական սահման Հայաստանը եւ ինչ-ինչ փոփոխությունների արդյունքում այդ սահմանը դադարի գոյություն ունենա, ինչ-որ զինվորական զավթում տեղի ունենա այլ պետության կողմից, կամ երբ որ այդ սահմանը այլ ուժերի վերահսկողության տակ կանցնի։ Բայց կրկին ասեմ, կարծես թե Իրանում կան շրջանակներ, որոնք այս ամենի շատ հանգիստ են, շատ լավ են նայում։